Այս ծրագիրն ամբողջությամբ կապիտալ բնույթի է, սրա շրջանակներում նախատեսված են մասնավորապես մանկապարտեզների էներգոարդյունավետության եւ էներգախնայողության ուղղված հիմնանորոգման աշխատանքներ, իսկ բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգոարդյունավետ վերականգնման ծրագրով նախատեսված 34000 շահառուների համար հատկացվել է 6.5 միլիարդ դրամ, սա վարկի տոկոսների սուբսիդավորմանն է վերաբերվում։ Միաժամանակ շարունակվելու են նաեւ ընդերքի ուսումնասիրման, օգտագործման եւ պահպանման ծառայությունների ծրագիրը 22 միլիոն դրամ արժեքով եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման ծրագիրը շուրջ 46 միլիոն դրամ արժեքով։ Հարգելի գործընկերներ, այսքանը մեր նախարարության համակարգման երկու ոլորտների մասով, եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Խուդացյան, առաջինը պարոն Բագրատյան ներգրանցվել, բան եմ արել, էլի, հերթականություն պայլով կգնանք։ Պարոն Խուդացյան, շնորհակալություն զեկույցի համար, ինձ հետաքրքրում է հետևել հարցը, մենք հսկայական միջոցներ ենք ծախսում եւ իսկապես ճանապարհաշինության մեջ մեծ առաջընթաց ունենք, անհամեմատելի են մի քանի տարի առաջ եւ այսօրվա մեր ճանապարհները, բայց ցավոք սրտի ես սա շատ մեծ ցավով եմ ասում, հաճախ սրանք շատ կարճ կյանք են ունենում մեր ճանապարհները, մասնավորապես նկատած կլինեք, որովհետեւ հաճախ եք այդ ճանապարհով գնում, ասենք Արենից վերև դեպի Ելփին եւ դրանից վերևի հատվածը 2-3 տարի է, որ այդ գործը արել ենք, անընդհատ նստեցումներ, խնդիրներ, ուղղակի գիտեք, շատ ափսոս, որ մենք չենք կարողանում այդ ստանդարտը, վերջապես մեր ճանապարհաշինարարները մի որոշակի ստանդարտի վրա չեն կարողանում էլ այդ աշխատանքներն ապահովել, մի քիչ հանգիստ տնենք, որ գոնե 5 տարի կամ 10 տարի այդ ճանապարհը կծառայի մեր հանրությանը, մեր բոլորին։ Խնդրում եմ ասեք, մենք ինչ-որ բան մտածում ենք, մենք որպես կառավարություն, որպես ազգային ժողով, կարող ենք ինչ-որ մի ձև, մի բան մշակել, մի ստանդարտ, որը այս բաներից մեզ վերջապես հեռու կպահի։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, պարոն Բագրատյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես ձեր հարցը երկու մասի կբաժանեմ։ Առաջինը շինարարական ստանդարտներն են, որոնց փորձում ենք խստագույնս հետևել, դրան զուգահեռ նաև ավելացնում ենք մեր ճանապարհային ոլորտի հիմնական պատվիրատուի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կարողությունները, մասնավորապես այս տարի առաջին անգամ մենք պետական բյուջեի միջոցով կառուցվող 500 կիլոմետր ճանապարհների ամբողջ նմուշառումը իրականացնում ենք պետական լաբորատորիայի մասնակցությամբ եւ իմիջիալոց նմուշառում իրականացնում ենք ինչպես շերտի մասով, այնպես էլ հատիկային կազմի տեղադրվող երթևեկության նշանների, ուրեմն գծանշման մասով, այսինքն այս բոլորի գործիքները ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիան այլևս ունի եւ փորձում ենք այդ ստանդարտների իրագործումը արդեն տեղում խստագույնս պահպանել։ Երկրորդի մասով պիտի անդրադառնամ նաեւ խնդիրներից եւս մեկին, դրանք ծանրաքարշ մեքենաների անվերահսկելի վիճակն են։ Ձեր նշած երթուղին ինքը ծանրաքարշ մեքենաների, մասնավորապես շինանյութերի, ցեմենտի եւ բիտումի տեղափոխման հիմնական ուղղություններից մեկն է։ Մենք այս տարի վերանորոգել ենք, հիմնանորոգել ենք Ելփինի հատվածը, որակական, ուրեմն լաբորատորիայի եզրակացությունները մեզ համար բավարար են եւ հույս ունենք, որ այդ ճանապարհը արդեն բավական երկար կծառայի երթևեկության համար։